Ալո, բարև ձեզ։ Ես ուզում եմ թրեյդինգ սովորել, կասեք արժեքը։ 1 միլիոն դրամ։ Մերսի, ես ավելի լավ է Phoenix Trading ալիքից սովորեմ անվճար։ Բարև բոլորին, դուք Phoenix Trading ալիքում եք, ձեր հետ է Պավլե Մկրտչյանը, ով ձեզ սովորեցնում է թրեյդինգ լրիվ անվճար։ Եթե դուք միանգամից սկսեցիք փնտրել Phoenix Trading ալիքը, որը անվճար սովորեցնում է թրեյդինգ, ապա մի շտապեք, դուք հենց այդ ալիքում եք։ Մենք արդեն ունենք փակ Telegram-յան ալիք, որը արդեն գործում է, եւ մենք մեր թիմի հետ արդեն սկսել ենք գումար աշխատել։ Ես կպատմեմ, թե ինչպես ավարտվեց մեր առաջին գործարքների օրը փակ Telegram-յան ալիքում։ Եվ որպեսզի դուք չծանձրանաք, եկեք կատարենք գործարք եւ հետո նոր զրուցենք։ OutCHF OTC վաճառք 4 րոպեով։ Եկեք կատարենք վերլուծություն, հետո նոր զրուցենք։ Ինչից ելնելով ես կատարեցի վաճառք։ Մենք ունենք թրենդ դեպի ներքև։ Իհարկե, սա շատ փոքր թրենդ է, բայց այնուամենայնիվ սա ուժեղ է, քանի որ այստեղ միայն կարմիր մոմեր են, եւ ասեմ, որ ուժեղ մոմեր են։ Եկեք տեսնենք։ Վերևում մենք ունենք դիմադրության հատված, որից որ մեր մոտ առաջացել է թրենդ դեպի ներքև։ Բայց եկեք նշենք մեր մոտակայքում գտնվող լավ դիմադրության հատվածը, որը որ ինձ հուշեց կատարել վաճառք։ Սա մեր հատվածն է եւ այստեղ կան շատ կանգ առած կետեր, եկեք նշենք միասին։ Սրանք մեր կանգ առած կետերն են եւ եթե շատ են կանգ առած կետերը, ապա դա հուշում է, որ մեր հատվածը ուժեղ է։ Այս բaragայում դիմադրության հատվածը մեր մոտ ուժեղ է եւ եկեք մենք տեսնենք մեր մոմային վերլուծությունը։ Ես ուզում եմ ձեզ ցուցադրել մեր մոմերը։ Նայեք նախավերջին կարմիր մոմը։ Շատ ուժեղ մոմ է։ Ինչու է ուժեղ, քանի որ նրա մարմինը մեծ է, իսկ ստվերները համարյա թե բացակայում են։ Կան շատ փոքրիկ ստվերներ, որոնք որ չեղածի հաշիվ են։ Եկեք հիմա տեսնենք, թե ինչպես կավարտվի մեր գործարքը։ Եթե միանգամից մենք չստանանք մեր պլյուսը, ապա անպայման կստանանք թագոնով եւ դուք կտեսնեք, թե ինչպես մինուսավոր սիտուացիաներից կարելի է դուրս գալ։ Ահա, մեր մոտ հələ որ մինուսավոր գոտիում է եւ եթե ես միանգամից չեմ աշխատում գումար, ես ուրախանում եմ, իհարկե դա վիդեոյի ընթացքում, քանի որ ես ցուցադրում եմ իմ դիտորդներին, թե ինչպես կարելի է այդ դժվար սիտուացիաներից դուրս գալ պլյուսով։ Եկեք հիմա հասկանանք, թե ինչ պետք է մենք անենք մինուսի դեպքում։ Նախ առաջինը ես քչացնում եմ իմ ժամանակահատվածը։ Դնում եմ 2 կամ 1 րոպե։ Ինչու եմ ես քչացնում ժամանակահատվածը։ Երբ որ ես տեսնում եմ, որ մեր գնի շարժումները արագ են, ապա դա նշանակում է, որ մենք պետք է ցածրացնենք ժամանակը, որպեսզի հասցնենք վերցնենք մեր պլյուսը։ Երբ որ 4 կամ 5 րոպեով չի ստացվում վերցնել պլյուսը, եւ ես տեսնում եմ, որ շարժումը արագանում է, դա հուշում է, որ մենք պետք է քչացնենք մեր ժամանակը 2 կամ 1 րոպե։ Եվ ինչպես ընտրել 2 թե 1 րոպե։ Դա դուք կհասկանաք ձեր պրակտիկ գործարքների ընթացքում, քանի որ ինչքան էլ որ ես ձեզ ցուցադրեմ հարյուրավոր եւ հազարավոր գործարքներ, մինչեւ դուք պրակտիկորեն չփորձարկեք, դուք չեք հասկանա, թե ինչպես կարելի է այսպիսի սիտուացիաներից դուրս գալ պլյուսով։ Նայեք, մեր մոտ ես կասեմ, որ պլյուս-մինուս լարված սիտուացիա էր, քանի որ գտնվում էր այն կետում, որտեղից որ մենք բացվել էինք։ Իսկ հիմա ես ուզում եմ ձեզ ցուցադրել, թե ինչպես կարելի է կատարել դագոն։ Եկեք մի $100 էլ մտնենք, քանի որ գումարը երբեք շատ չի լինում։ Իհարկե չմտածեք, որ ես ակա եմ, ուղղակի ես տեսա հատված։ Նայեք, սա մեր մոմերի կանգ առած հատվածներ, որից որ ես կատարեցի վաճառք, այսինքն ես ուղղակի չկատարեցի վաճառք գուշակությամբ։ Ես կատարեցի վաճառք հենց այն կետից, որտեղ որ ես տեսա կա մոմերի կանգ առ։ Եկեք տեսնենք, թե ինչպես կավարտվի մեր գործարքը։ Այնպես ստացվեց, որ ես ուզում էի ձեզ հետ զրուցել մեր փակ ալիքի գործարքների հետ կապված, ուղղակի այս մեր սիտուացիան այնքան հետաքրքիր եղավ, որ մենք ուղղակի շեղվեցինք այդ թեմայից։
Բայց այնուամենայնիվ մենք խոսենք։ Ահա, սա հենց շատ լավ սիտուացիա է, որով որ ես ձեզ կարող եմ ցուցադրել, թե եւ ինչ էր սա։ Ես ուզում եմ հասկանալ, թե ինչ կատարվեց, մեր մոտ երկու գործարքը փակվեցին վերադարձ, իսկ վերջին մեկ գործարքը փակվեց մինուս։ Այդ իսկ պատճառով ես եւս կատարեցի թագոն, որպեսզի ցես ցուցադրեմ իմ վերլուծությունը, թե ինչպես եմ ես կատարում վերլուծություն եւ ինչքան վստահ եմ ես իմ գիտելիքների վրա։ Եկեք հիմա տեսնենք ինչպես կավարտվի մեր գործարքը եւ հետո նոր սկսենք զրուցել մեր փակ տելեգրամյան ալիքի մասին։ Ասեմ, որ շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ, թե ինչ ես կասեմ մի քանի րոպե հետո։ Ահա 3, 2, 1 եւ մեր մոտ իհարկե փակվում ենք մենք պլյուս։ Թե ինչքան մենք աշխատեցինք, այդ երևի թե դուք կհաշվեք, ես չեմ սիրում հաշվել, վերջ, մենք փակվեցինք պլյուս։ Հիմա ես ուզում եմ ձեզ պատմել, թե ինչ կատարվեց մեր փակ տելեգրամյան ալիքում։ Նայեք, սա մեր փակ տելեգրամյան ալիքն է, որտեղ որ կան արդեն մարդիկ։ Եվ ինչ կատարվեց այսօր մեր գործարք կատարելու ընթացքում։ Ուրեմն ես ունեմ արհեստական բանականություն իմ գիտելիքներով ստեղծված բոտ, որը որ տալիս է սիգնալներ իմ հետևորդներին։ Եվ իհարկե սա փողի կոճակ չէ, այլ ուղղակի ցես պրակտիկ գիտելիքներ տալու համար է։ Իմ բոտը տվեց իմ հետևորդներին 3 սիգնալ։ Առաջինը փակվեց միանգամից պլյուս, իսկ երկրորդը փակվեց մինուս։ Երկու թագոնով փակվեց մինուս, երրորդ գործարքը նույնպես արդեն լրիվությամբ պետք է փակվեր մինուս, այսինքն գլխավոր գործարքը եւ առաջին թագոնը փակվեց մինուս, արդեն երկրորդ թագոնը պետք է տար, ես բնականաբար հետևում եմ այդ բոտի աշխատանքին, քանի որ սա առաջին օրն էր եւ ես պետք է հետևեի։ Տեսնում եմ, որ մեր բոտը թերանում է, ես միանգամից ծրագրավորողներին ասում եմ, որ անջատեք այդ բոտին եւ տվեք կառավարումը ինձ։ Ես մտա եւ սկսեցի միանգամից գրել գեղեցիկ տեքստեր եւ նկարներ չեն լինելու, ուղղակի կարդացեք եւ կրկնեք գործարքները։ Եվ ինչ տեղի ունեցավ, իմ հետ միասին իմ հետևորդները կատարեցին գործարքներ, 4 գործարք, 4-ն էլ պլյուս, 2-ը փակվեցին միանգամից մաքուր պլյուս, իսկ այն մյուս 2-ը մեկ թագոնով պլյուս, որից երկրորդը ես կրկնակի ստացա պլյուս, այսինքն համ իմ գլխավոր գործարքը, համ թագոնը փակվեց պլյուս, իմ հետևորդները մի փոքր ուշ իհարկե մտան, քանի որ ես գրում եմ եւ կատարում եմ գործարք, նրանք փակվեցին պլյուս, ուղղակի միայն թագոնը, այսինքն ընդհանուր առմամբ փակվեցին պլյուս, բայց ոչ իմ նման կրկնակի պլյուս։ Եվ այսպես, իհարկե ես ասել եմ իմ ծրագրավորողներին, որպեսզի աշխատեն եւ կատարելագործեն այս ծրագիրը։ Բայց երբ որ ես հասկանամ, որ իմ ծրագիրը շատ է թերանում, ես կմիջամտեմ, բայց մենք պետք է քաչ գիտակցենք, որ ծրագիրը երբեմն կարող է մինուսներ տալ։ Դուք պետք է հասկանաք, որ ամենաիդեալական ճանապարհը հասնելու մեծ փողերին դա ձեր գիտելիքներն է, ձեր պրակտիկան, ձեր աշխատանքը։ Ես ձեզ տալիս եմ այդ հնարավորությունները։ Ես արդեն տվել եմ ձեզ անվճար թրեյդինգի կուրսեր։ Ես տվել եմ ձեզ փակ տելեգրամյան ալիք, որը որ անվճար է, ուղղակի պետք է որ ձեր բալանսի լինի $20, որpիսի ձեր ակաունտը համարվի ակտիվ եւ դուք կարողանաք մասնակցել այս գործարքներին եւ ստանալ պրակտիկ գիտելիքներ։ Ես ձեզ տվել եմ մոդերատորներ, ովքեր ձեզ օգնում են տեխնիկական խնդիրների դեպքում, ու ոչ միայն տեխնիկական խնդիրներ Pocket Option կայքում, այլ ընդհանրապես։ Եթե նույնիսկ դուք ուզում եք կրիպտոյի միջոցով հանել, եթե նույնիսկ TradingView կայքը չեք կարող կարգավորել, ամեն հարցում իմ մոդերատորները ձեզ օգնում են։ Ասեք մի հատ ինձ trading-ի կազմակերպություն, որտեղ որ դուք գնում եք, վճարում եք գումար եւ այսքան բան ստանում եք։ Ես որ չգիտեմ այդպիսի կազմակերպություն, հնարավոր է որ կա, բայց համենայն դեպս ես անվճար արդեն այնքան բան եմ ցես տրամադրում, որ նույնիսկ վճարովի կազմակերպությունները, շատ կազմակերպություններ չեն տրամադրում։ Ինչու եմ ասում շատ կազմակերպություններ, քանի որ ես բոլորը չգիտեմ, բայց համենայն դեպս չեմ հանդիպել այդպիսի կազմակերպություն, որը որ նույնիսկ վճարովի տարբերակով տալիս է իր նոր սկսնակ թրեյդերներին այսքան միջոցներ թրեյդինգ սովորելու համար։ Ես ինչու միջամտեցի, ասեմ,
Չնայած որ մենք բոլորս էլ գիտենք, որ ծրագիրը կարող է սխալվել եւ տալ մինուս, բայց ես եթե հետևում եմ եւ տեսնում եմ, որ իմ հետևորդները պետք է գնան մինուս, ես ուղղակի գժվեցի, ասեցի ծրագրավորողներին անջատեք այդ բոտին ու տվեք ինձ կառավարումը։ Ես սիրում եմ, որ ամեն ինչ լինի լավ ձևերով։ Եթե ուզում եք լինել մեր փակ Telegram-յան ալիքում, ապա ուղղակի մեր հղումով գրանցվեք Pocket Option կայք, որը որ Ապիսանիայի բաժնում է, եւ ունեցեք ձեր բալանսին $20, որպեսզի դուք համարվեք ակտիվ account, եւ այդ երկու պայմանները կատարելուց հետո գրեք մեր մոդերատորներին, ուղարկեք ID-ի միայն թվերը տեքստային տարբերակով։ Խնդրում եմ մի ուղարկեք սկրինը, քանի որ մեր մոդերատորները շատ զբաղված են եւ մի քանի մարդկանց միաժամանակ կարող են օգնել, խնդրում եմ պետք չի նրանց գործը ավելի բարձրացնել։ Ուղղակի թվերը ձեր ID-ի տեքստային տարբերակով գրեք, որպեսզի նրանց հեշտ լինի ստուգելը ձեր account-ը եւ ձեր բալանսը։ Եթե ուզում եք միշտ տեղեկացված լինել թրեյդինգից, մեր ալիքից, իմփակված գործարքներից, ամեն ինչից թրեյդինգի վերաբերյալ, ապա անպայման բաժանորդագրվեք մեր բաց Telegram-յան ալիք, քանի որ այստեղ են մեր բոլոր թարմ նորությունները։ Իսկ եթե ուզում եք գտնել մեր մոդերատորների account-ը եւ չեք տեսել, որ նրանց account-ը կա մեր վիդեոյի ապիսանիայի բաժնում, ապա մեր բաց Telegram-յան ալիքում կա ամրացված հաղորդագրություն, որի վրա սեղմելով դուք ստանում եք մեր մոդերատորների account-ի հղումը եւ ստանում եք մեր հղումը, որի օգնությամբ պետք է գրանցվեք Pocket Option կայք։ Ես շնորհակալ եմ այն մարդկանցից, ովքեր ապահովում են ակտիվություն։ Եթե չլինեիք դուք, չէր լինի նաև այս ալիքը։ Ցանկանում եմ բոլորիդ լավ օր եւ հաջողություն։